Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գործընկերոջից հարցը շարունակեմ, ասում են, տեսեք, դուք հայտնաբերել եք նախորդ տարվա համեմատ ավելի շատ ապօրինի զենք զինամթերք, քան այս տարի, չէ՞։ Օրինակ, դեռ պարզ չի զենքը ապօրինի է, որով սպանվել է Վալոդիա Գրիգորյանը եւ ոստիկանության ձեր գործընկերը, հնարավոր չէր արդյոք, որ անընդհատ ուշադրության կենտրոնում եք պահել Մերզավան համայնքը փետրվարյան կրակոցներից հետո, նաեւ ուշադրություն դարձնել, թե որտեղից են զենք հայտնաբերել եւ հանցագործություն կատարել, օրինակ այս դեպքում։ Այս դեպքում բնականաբար օպերատիվ տվյալներ չեն ստացվել եւ եւս մեկ անգամ կրկնեմ, եթե պարզվի, որ օբյեկտիվորեն ծառայողները հնարավորություն են ունեցել կանխել, սակայն չի կանխվել, վստահեցնում եմ կրկին եւս մեկ անգամ, որ կրելու են պատասխանատվություն։ Տեղեկություն կա, որ Մհեր Ախտոյանը երկրում չէ, նայեք ենթադրյալ համարտասպանի, կարելի ասել, ազգական տեղեկություն ունեք նրա գտնվելու վայրի վերաբերյալ կամ Ախտոյանեստուն գնացել է ոստիկանությունը։ Տեղեկություններ ունենք, սակայն չեմ ցանկանա այս պահին։ Իսկ որ երկրում չէ, կհաստատեք։ Չեմ ցանկանա այդ հարցին պատասխանել, կներեք եւս մեկ անգամ ասեմ բացահայտման աշխատանքներին։ Թույլ տվեք չեմ մանրամասնել։ Որ նախարարի հրաժարականի մասին հարցին պատասխան ասացիք Վաղարշապատի բաժնում աշխատանքներ հետևում։ Փետրվարից մինչև հիմա Վաղարշապատի բաժնում այդ աշխատանքներն էր հետևում։ Նկատի ունեմ այդ ժամանակվա փետրվարին եղել է սպանություն։ Այդ ընթացքում ինչ աշխատանք է արել հենց ներքին գործերի նախարարը։ Ներքին գործերի նախարարը չեմ ցանկանում գործընկերները կարծում եմ այդ նույն հարցի պատասխանը լսել են, բայց եւս մեկ անգամ կրկնեմ։ Մասնակցել է բոլոր մարզերի ամփոփումների ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների, այդ թվում նաև Արմավիրի մարզի։ Մանրակրկիտ քննարկվել է բոլոր տարածքներում, Վաղարշապատի, Արմավիրի, Մեծամորի բոլոր տարածքներում արկա իրավիճակը, վեր է հանել խնդիրները, եւս մեկ անգամ նշեմ, դա հրապարակային կա մեր պաշտոնական կայքում։ Արմավիրի մարզային ստորաբաժանումների ամփոփման ժամանակ նախարարը վեր է հանել խնդիր կոնֆլիկտային անձանց միջև արկա հարաբերությունների հետ կապված ակտիվացնել աշխատանքները, խնդիրը վերհանել եւ հանձնարարել է ակտիվացնել։ Ինչից հետո կրկին ասեմ, որ ազատումներ են եղել մարզի ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ղեկավարները ազատվել են պաշտոններից։ Պաշտոնակությունը կշարունակվեն։ Չեմ կարող պատասխանել։ Ես պատահական չհնչեցրի, թե արդյոք սեպտեմբերի 23-ից առաջ ոստիկանությունը հերթապահություն իրականացրել է, թե ոչ, մի փոքր կասկածելի է, թե ոստիկանությունը շարունակել է իրականացնել հերթապահություն։ Դեպքի օրը սեպտեմբերի 23-ին, 23:52-ին ներքին գործերի նախարարություն ոստիկանություն ահազանգ է ստացվել։ Ծառայություն իրականացնող ոստիկանները, մասնավորապես Վալոդիա Գրիգորյանի առանձնատան մոտ, Մհեր Ախտոյանի եւ հայրական տան մոտ ծառայություն են իրականացել։ Կրակոցից ձայներ է լսվել, 18 պարկուճ է հայտնաբերվել։ Կներեք, էլի դուք սկզբից կարծում եմ իմ ասածը ճիշտ չեք ընկալել, դրա համար արդեն հարցը սխալ է ձևակերպվում։ Ես չնշեցի, որ մինչև օրս հենակետեր են եղել։ Հենակետեր եղել են այս տարվա ընթացքում ամիսներով, բայց վերջին շրջանում հստակորեն սպայն չեմ կարող նշել, բայց ամիսներով եղել են նաև հենակետեր, բայց կներեք, կանխարգելիչ գործողությունները միայն հենակետեր տեղադրելը չեն։ Ես նշեցի, որ տասնյակ անգամներից ավելի ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ որ հատվածում պետք է հավաքվեն, միջանձնային հարցերի շուրջ պետք է ինչ-որ պարզաբանումներ անեն, տեղում գնացել ենք, եղել է դեպքեր, որ հենց տեղում են հայտնաբերվել եւ ներկայացվել բաժին, եղել է նաեւ, որ կանխվել է անգամ չեն հասել իրենց նախապես որոշած դեպքի վայրը։ Թույլ տվեք այդ հարցին շպատասխանա։ Դեպքի օրը գյուղում պահակակետ եղել է։ Ոստիկանական անշարժ պահակակետ չի եղել։ Եղել են շրջիկ ծառայություններ, եղել են ոստիկանական բոլոր ծառայությունները։ Պարոն Սարգսյան, գիտեք ինչն է զարմանալի, որ Ախտոյանները հայտ մարդիկ իրենց անուն կապում են քրեական, կրիմինալի հետ, քրեական հեղինակությունների հետ հարաբերություններ ունենալու հետ։ Տեսնում եք, իրավապանները մտնում են, չգիտեմ, ընկերություններ, օրինակ Տաշիր Գրուր եւ այլն խուզարկություններ են անում, բայց մեկ օր չեք մտել Ախտոյանների հետ, Օխանյանների բնակարան, զենք փտրեք, ինչ որ չգիտեմ, ապուրինի ինչ որ բան, այդպիսի մի բան։ Ձեր նշած անձանց հետ կապված կարող եմ ասել, որ մի քանի անգամ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով բերվել են
ոստիկանության վարշապատի Եվ բաժին։ գտնվել են այդ զենքերը, թե ուղղակի Իմ տեղեկություններով չի հայտնաբերվել։ Անսանքցիան կասկածյալի ձերբակալումից հետո շարունակում են օրինակ հարցակումություններ, մարդիկ ինչ-որ Այո, ակտիվ շարունակում են բացահայտման աշխատանքները դեպքի բոլոր հանգամանքները բարձելու ուղղությամբ։ պաշտոնյաներ կան նրանց թվում, օրինակ պատգամավորներ, նախարարներ կան հարցակումների շարքում։ Որոնք հնարավոր է կապ ունեցած լինեն անձնական։ Ես թույլ տվեք նախաքննության շահերից ելնելով չեմ մանրամասնել։ Պարոն Սարգսյան, եթե իհարկե նախաքննության շահերին չի վնասում եւ կարող եք այդ տեղեկատվությունը հրապարակել, քանի որ կասկածյալ կա ձերբակալված արդեն, պարզ է, հայտնի է, թե կրակից հետո տվյալ անձը որ ուղղությամբ է գնացել, ուր է գնացել, ինչ է արել։ Շատ հանգամանքներ կան պարզված, որ կրկին կարող եմ ասել, բացահայտման աշխատանքների չխոչընդոտելու համար չեմ կարող ուղղակի հայտնել։ Պարոն Սարգսյան, երեք Հարևանի Բաքով է անցել Չէ, չեմ այդ հարցին պատասխանեցի արդեն։ խոզարկությունը լրագրողը լուսաբանում էր, ինչպես նաև հարցեր էր ուղղել արդեն ձերբակալված անձին, շատ եղան այսպիսի քննադատություններ, որ ոստիկանության համակարգը ներքին գործերի նախարարությունը փնթի է աշխատում, երբ լրագրողը կարող է մոտենալ եւ ձերբակալված մեքենայով ստացված անձին նկարել եւ հարցեր տալ։ Ձեր պնդումը բացարձակ պնդում նաև նշեցիք բացարձակ հիմնազուրկ է, որովհետև ոստիկանությունը պատշաճ պահպանել է թե դեպքի վայրը, թե խուզարկության ուրեմն վայրը, դուք պետք է իմանաք, որ թե դեպքի վայրի է, թե խուզարկության վայրը իրականացնում է քննիչը եւ ձեր հարցի հասցեատերը ես չեմ ուղղակի։ Պարոն Սարգսյան, այս ամենը ամփոփելով չի ստացվում, որ ոստիկանությունը փետրվարից այս կողմ այդ միջոցառումները կիրառելով այնուամենայնիվ պարտվել է եւ ձախողվել, որովհետեւ ի վերջո այդ վենդետան տեղի է ունեցել։ Ես, ինչպես իմ խոսքում բազմիցս նշեցի, վեր են հանվում խնդիրներ եւ խնդիրների դեպքում տրվում են լուծումներ։ Եվս մեկ անգամ նշեմ, մարզում միջանձնային կոնկրետ հարաբերությունների հետ կապված խնդիր բարձրաձայնվել է ներքին գործերի նախարարի կողմից եւ դրան հետեւել են պաշտոնանկություններ, նոր նշանակումներ։ Իմ նշած անձինք Վաղաշապատի համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետը Պարեկային ծառայության գումարտակի հերոմատարը բառացիորեն օրեր է որ նշանակվել են։ Եվ չի ստացվում, որ ոստիկանությունում հնարավոր է լինեն այնպիսի աշխատողներ, որոնք պարզապես միջին օղակա, ոչ թե բարձր, այդ օպերատիվ տվյալներ հավաքողները եւ այլն չկատարեն իրենց աշխատանքը կամ սերտաճած լինեն մյուս կողմի հետ, որն էլ բերի նման իրավիճակի։ Նաիրա ջան, եթե նման մի անգամ փոքր տեղեկություն դուք ունեք, մենք խնդրենք մեզ փոխանցեք, եթե լինեն, վստահեցնում եմ ձեզ, նման ծառայողը շատ արագ ենթարկվելու է պատասխանատվության։